ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս։ Մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե մի վարքան, եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք, հա ինչ անենք։ Մի վարքան, այստեղ խնդիրը միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը հիմա հետ են գալիս, հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ, կամ Նիկոլ Փաշինյանին, կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, падգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում, որ ոչ մի հոգևորականներն են վարկաբերվում, կոնկրետ մանկապետի անունը, կոնկրետ քերակնոջ անունը։ Մի վարքան։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգևորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ падգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Օդից կախված հանցագործությունների մեղադրանքներ են։ Եթե նկատեցիք, ընդհանրապես մի բանի մասին նշեցի։ Ես նշեցի, որ Կտիժ Ներսիսյանը կուսակրոն չէ եւ դա ստեղծում է անհամատեղելիություն իր կաթողիկոս լինելու հետ։